Մարիա հեռուստասերիալում տիկին Ալիսան կրկին զգուշացնում է Նոնային, որ չփորձի միջամտել Մարիայի կյանքին ու կառավարել այն։ Չնայած Նոնան ձևացնում է, որ չի հասկանում ինչի մասին է խոսքը, տիկին Ալիսան անմիջապես պարզաբանում է, որ եթե նա արհեստականորեն փորձի հաշտեցնել Մարիային ու Ռաֆին, ապա իր հետ գործ կունենա։ Սակայն Նոնան այս նախազգուշացումն անտեսում է եւ ավելի վճռական քայլերի դիմում։ Նա Ռաֆին զանգում է ու կանչում իրենց տուն, նշելով, որ Մարիան այնտեղ չէ եւ իրենք կկարողանան հանգիստ խոսել։ Ռաֆը վստահ լինելով, որ Նոնան իր կողքին է, ուրախությամբ գալիս է, մտածելով, որ Մարիային վերադարձնելու հարցում իրեն իսկապես աջակցում են։ Նոնան ու Ռաֆը միասին նստած են հյուրասենյակում, քննարկելով իրենց պլանները, երբ անսպասելիորեն տուն է մտնում Ռուբենը։ Նա զարմանքից ապշում է, երբ տեսնում է Ռաֆին իրենց տանը, Նոնայի հետ գաղտնի զրույցի մեջ։ Ռուբենը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր մեջքի հետևում, ինչ գործ ունի Ռաֆը իրենց տանը եւ ինչ են այդ երկուսը քննարկում։ Հնարավոր է, որ այս հանդիպումը կստիպի Ռուբենին ավելի ուշադիր լինել Նոնայի գործողությունների նկատմամբ եւ փորձել հասկանալ, թե իրականում ինչ խաղեր են նա տանում Ռաֆի հետ։ Մյուս կողմից էլ Աշոտն է անընդհատ ստիպում Ռուբենին խոսել Մարիայի ու Ռաֆի հարաբերությունների մասին։ Ի վերջո Ռուբենը որոշում է անկեղծանալ եւ պատմում այն, ինչ իմացել է Աբուլից։ Աբուլն ասել է, որ Ռաֆը կեղծ լուրեր է տարածել, իբր ինքն ու Մարիան հաշտվել են, ինչը պատճառ է դարձել Մարիայի ու Դավիթի բաժանման։ Աշոտը պաշտպանելով որդուն, պնդում է, որ Ռաֆը երբեք նման քայլի չէր դիմի, սակայն Ռուբենը այլ կարծիքի է։ Նա հասկանում է, որ Ռաֆը այնքան է խաբել, որ այս պատմությունն էլ կարող է իրական լինել։ Դավիթն էլ շարունակում է հետևել Մարիային, փորձելով պարզել, թե ինչ վտանգ է սպառնում նրան։ Նա տեսնում է, թե ինչպես է Մարիան հանդիպում Սոֆիայի ամուսնու հետ եւ սկզբում կարծում է, որ հենց նա է այն տղամարդը, ով նեղացնում է Մարիային, սակայն քիչ անց իրավիճակը կտրուկ փոխվում է։ Մարիային է մոտենում Սոֆիայի սիրեկանը եւ սկսում ագրեսիվ խոսել նրա հետ, հարցեր տալով, թե ինչ գործ ունեն Մարիան ու Սոֆիայի նախկին ամուսինը միասին։ Այս խոսակցությունը վերածվում է ծեծկռտուքի, երբ Սոֆիայի նախկին ամուսինն ու սիրեկանը սկսում են կռվել։ Դավիթը չի մնում անգործ, անմիջապես միջամտում է եւ բաժանում նրանց։ Այս միջադեպը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Մարիան իսկապես վտանգի մեջ է, իսկ Դավիթի անհանգստությունը արդարացված։ Հնարավոր է, որ Դավիթը դրանից հետո այլևս չկարողանա հեռվից պաշտպանել Մարիային եւ ստիպված լինի բացահայտ քայլեր ձեռնարկել։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, արդյոք Աշոտը կսկսի կասկածել որդուն, որ նա իսկապես խաբել է բոլորին, եւ ինչպես կփորձի նա պարզել ճշմարտությունը։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք այս ալիքին, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր զարգացումներին։ Կարայինք չեմ ինք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մենք խոսքում։ Ռեյսար։ Դեկնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետեւ չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանումը էլի։ Անիմաս գովազդամար։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես սպասում եւ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բանը ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բա, այս տաղանդա մեր Էլենչոն։
Սուրենը կռիվ անում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորի անում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մի քիչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10, ես դեռ ուրան TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փող պետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, լավ 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ չկանը որ։ Նորմալ։ Իսկ Մարիա ջան, էս արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ի՞նչ ձև է։ Ողորդ ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ Wow. As for love drinking։ Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կան կարող Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը sense բարի ադրացիական հարաբերություններով Ես կասեի սիրով։ սիրով էկրանից են կողմ սիրով սիրելի հեռուստադիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինքը շատ լավ մամա է։ Ստենդատում Թամարա ջան, շատ։ Շոտ։